Կացինն ու սղոցները ձեռքներին այս մարդիկ հեռանում են բուսաբանական այգու այն հատվածից, որտեղից շուրջ 2 տասնյակի հասնող հաստաբուն կաղնիներ են հատվել։ Քանի հատ են կտրել։ Չեմ կարող ասել, շատ հարցեր տվեցի, հետո կաղին ձևագործից անեն։ Նախորդին համացանցում հրապարակված ծառերի սպանն արձանագրող աղմկահարույց լուսանկարներից հետո բուսաբանական այգում վախի մթնոլորտ է, իսկ պատասխանատուներն իրար ամերժ տեղեկություններ են հայտնում։ 2 օր առաջ մարտի 15-ին բլոգեր Էդուարդ Հայրումյանն ահազանգեց հաստափոր կաղնիների հատման մասին լուսանկարներ հրապարակելով։ Այժմ Սաղարտախի ծառերի փոխարեն այս հատվածում այսպիսի տեսարան է հատված կաղնիների կոճղերով։ Խնդրի մասին ահազանգած Էդուարդ Հայրումյանը 2 օրվա մեջ այգու այս հատվածում այլ պատկերի է ականատես լինում։ Շաբաթ օրն իր այցի ժամանակ կաղնիները հատված ու մասնատված է տեսել գետնին գծված, իսկ այսօր Factor TV-ի նկարահանումների ժամանակ նշում է հետքերը մաքրել են։ Սա այդ կաղնիներից մեկն է, թարմ կտրված։ Էսի ապիլկեն, այս ապիլկյան մի տարի ավել չի մնա, էլի մի հատ ձյունը եթե եկած լիներ վրեն ու հալած, ինքը հալած կլիներ։ Նայ որ 4 ծառի վրա այս ճյուղը չէր լինի ու 4 ծառի վրա տերևը չէր լինի։ Դեռևս սա ոչ թե 4 ճյուղի տերևը, այլ կտրելուց հետո չորացած ավրան էլի, դեռևս այն բանը կա մեջը, թարմությունը։ Այն որ ծառի վրա եղել է 4 ճյուղեր, դա օքեյ է, բոլոր ծառի վրա էլ լինում են, դա հետում են ու բան։ Մանավանդ կաղնու դեպքում միջև վերջին տերևը եթե վրան կանաչա, իրավունք չկա էլի այդ ծառին հատել։ Factor TV-ն հատված կաղնիների տարածքում նկարահանում էր իրականացնում, երբ բուսաբանական այգու տնօրենի գլխավորությամբ մի խումբ աշխատակիցներ ժամանեցին այնտեղ։ Շաբաթ-կիրակին վայելելուց հետո աշխատանքային երկուշաբթի, այն էլ միայն երկրորդ կեսին հատված կաղնիների կոճղերի գլխին կանգնած բուսաբանական այգու թիմը նկարահանվել չցանկանալով հայտարարում է. դեռ նոր պետք է հասկանան, թե ինչ է եղել։ Հիմա եկել ենք, որ աշխատենք, հասկանանք ինչ է, ինչ պետք է։ Բուսաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանը, որը նաև նախկինում զբաղեցրել է այգու տնօրենի պաշտոնը, պատասխանելու համար արդեն 3 օր հանրությանը տանջող հարցին, ինչու են հատվել կաղնիները, պայմաններ է թելադրում։ Ինչ է տեղի ունեցել այստեղ, ինչու են այս ծառերը։ Մի րոպե այդ անջատեք խոսենք, հետո կմիացնենք։ Թե չէ չեմ ասի ես ոչ մի։ Ի վերջո հարցազրույցի համաձայնելուց հետո Ժիրայր Վարդանյանը հակված էր ցույց տալ մի քանի տարի առաջ հատված կաղնիների դեռևս հողի մեջ մնացած կոճղերը։ Հիմա տեսեք, սրան ինչ ասենք կտրել են այս ծառը։ Չէ, բայց ես առաջարկում եմ օրինակ նայենք այն մեկը։ Նորերը կան։ Բուսաբանական այգու գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանի խոստովանությունից հետո, որ նոր հատված ծառեր կան, առաջարկեցինք ներկայացնել իրավական հիմքերը, թե ինչ հիմնավորմամբ են որոշել կաղնիները կտրել։ Վարդանյանն առաջարկեց վստահել իր ազնիվ խոսքին, այդպես էլ չտրամադրելով յուրաքանչյուր ծառի հատման համար տրված եզրակացությունը հավաստող փաստաթուղթ։ Հրաշք Մոսկվան ինձ գիտությունների դոկտորի դիպլոմ է տվել, բոլորը կոչումներ են տվել, մասնագիտական, ամբիոնի վարիչ եմ, լսարանում աշխատում եմ։ Բա մեզ ոնց են վստահել, որ մենք ուսանող աճեցնենք, կադր պատրաստենք։ Ես հավատամ ձեր ազնիվ խոսքին, ընդամենը, այսինքն դուք փաստաթղթեր չունեք ձեր ձեռքի տակ։ Ունենք փաստաթղթեր, ամեն անգամ ինչ որ կտրում ենք, հանձնաժողովին, հանձնաժողովի նախագահն էլ եմ։ Մի հատ ուրիշներին էլ խոսացրեք, մենակ ես իմ տեսակետից եմ ասում։ Այսինքն երբ հասավ նրան, որ պետք է փաստաթղթերից խոսենք, դուք էլ չեք ցանկանում։ Այս պրովոկացիա, փաստաթղթեր ինչ կա, ինչ է նշանակում։ Լավ էլի է։ Ուրիշ որակա, ուրիշ քան այս ծառերը կտրելու այս ոչ, ես չպետք է մասնակցեմ, ես ինչ պետք է մասնակցեմ։ Իսկ ով մասնագիտական եզրակացություն եք տալիս։ Ով է մասնագիտական եզրակացություն տալիս։ Նորիկը բուսաբանական այգու փոխտնօրեն գլխավոր գյուղատնտես Նորիկ Շատոյանն է։ Նա էլ է վստահեցնում փաստաթղթեր ունի, որ ծառերը չորացած են եղել, հատման ենթակա։ Ծառերը, որ կտրել եք, հատել եք, հա։ Այո։ Դրա հետ կապված եզրակացություն կա։ Այո, անպայման։ Փաստաթղթերին ինչպես կարող ենք ծանոթանալ։ Դե կգաք մեր մոտ կծանոթացնենք փաստաթղթերին։ Հիմա կարող ենք գնալ։ Իհարկե, այո։ Փաստաթղթերով խոսքն ապացուցելու պատրաստակամ Նորիկ Շատոյանի հետ իր առաջարկած երթուղիով շրջեցինք այգու տարածքում մինչ վարչական գրասենյակ հասնելը։ Նա ընթացքում ցույց էր տալիս առաջիկայում հատվող ծառերը, այգու տարածքում իրականացվող փոփոխությունների ընթացքին ծանոթացնում, բայց այդպես էլ բանը չհասավ փաստաթղթերին։ Մի քանի մետր էր մնացել գրասենյակ հասնելուն, երբ նա կտրուկ հրաժարվեց փաստաթղթեր տրամադրել։ Սիրավասու չեմ թող։ Ցույց տալու տնօրենը պետք է ասի։ Նա դեռ երկեն ուզելով խաղացում թե ես թող տվի իրաց։
Բուսաբանական այգում 1 ժամ շրջելով արդեն երկրորդ պատասխանատուից փաստաթղթեր չստանալուց հետո Factor TV-ին հաջողվեց հանդիպել նաև տնօրենին։ Պարզվեց ծառերը հատելու օրինական հիմքեր չունի նաև նորանշանակ տնօրենը։ Անկեղծ ասեմ, ես տեղյակ չեմ եղել, 2 ամիս է, որ տնօրեն եմ եւ ինստիտուտը դեռևս հանձնում ընդունում չի արվել, այդ գործընթացի մեջ ենք։ Անտեղյակ տնօրենը հաստ բներով ծառերը հատել եւ մաս կտրելու մասին հրապարակումներից հետո է միայն հանձնաժողով ձևավորել ու փորձում հասկանալ, թե ինչ հիմքով են կաղնիները ոչնչացվել։ Նախկին հիմքերը գտնենք, թե ինչպես է կատարվել, սովորաբար 4 ծառերը ակտ է կազմվում, ակտավորվում է եւ հանձնաժողով է կազմվում, որ դրանք սանիտարական մաքրում անեն եւ վերացնեն, բայց քանի որ փաստացի ես պայտակ ոչ մի ինֆորմացիա չունեմ, հանձնաժողովի ամփոփելուց հետո նոր արդեն տեղյակ կպահենք։ 3 օր է անհրաժեշտ Ժաննա Հովակիմյանին ուսումնասիրելու համար, թե ինչպես մոտ 2 տասնյակ հաստաբուն կաղնիները հատվեցին։ Մինչ Factor TV-ն փորձում էր հատված կաղնիների վերաբերյալ իրավական հիմքեր պեղել, ծառերը հատած աշխատակիցներից մեկը Էդուարդ Հայրումյանին որոշակի մանրամասներ ներկայացրեց։ Ըստ նրա փոխանցած տեղեկության ծառերը կտրվել են 2024 թվականի տարեվերջին։ Այս ծառերը կտրվել են առանց հիմքի, ինչ որ մի անձի անմիջական հրամանով, նույնիսկ կտրողները հասկացել են, որ այս ինչ ենք անում, բայց կատարել են հրաման։ Հիմա այս ծառի մասին է շատ կարևորը, ասած այս ծառը շատ ուղիղ կանգնած, ասма այնց լավ ծառ էր, ասма որ դաժե չգիտեինք ոնց բան անենք, նենց եմ կտրել, տես թեքությունը, որ այն կողմ ընկնի, ասма, հազիվ եմ կարողացել ճիշտ կտրեմ, որ այն կողմ ընկնի, ասма, ու երբ որ այս ծառը ընկել է, ամբողջ այգին դղրդացել է այն մասշտաբի ծառ ա եղել այս ծառը, էլի։ Ամփոփելով կարող ենք նշել, արկա է փաստ, որ կաղնիները հատվել են, չկան կամ չի ներկայացվում ծառերը կտրելու վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ, որը կհերքի կամ կհաստատի ծառերի առողջ լինելը։ Այսքանով հանդերձ իրավապահ համակարգը որևէ գործընթաց չի նախաձեռնել հանգամանքները պարզաբանելու համար։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ կառույցը խնդրով չի զբաղվում։ Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը Factor TV-ին փոխանցեց, որ հանցագործության մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Հավելենք, որպեսզի կաղնու բունը հասնի այսպիսի չափերի, անհրաժեշտ է 20-ից 40 տարի։